ժողովուրդ, հայրենակիցներ, ճիշտն ասած մենք իրազեկված ենք ձեր իրավունքների խախտմամբ եւ պատրաստակամություն ենք հայտնել այստեղ բաղցան падգամավորներով ես եւ պարոն Գևորգյան Արգիշտի տեղում լինել մեր քաղաքացիների կողքին, շատ քիչ խնդիրներին ծանոթ ենք, գիտենք ինչ խարդախության եւ անօրինականությունների զոհ են դարձել մեր քաղաքացիները, պատրաստ ենք լսելու քաղաքացիներին իրենց ուզող այս դժվարին պահին իրենց կողքին լինելու եւ մեր ունեցած համանդրական գործիքակազմով փորձենք բարձրաձայնել եւ հետեւական լինենք, որպեսզի շատ քիչ մեր դժվար քաղաքացիների իրավունքները փորձենք վերականգնել։ Մեր այցի նպատակը դա պատրաստ ենք տեղում, եթե իրանք դեմ չեն քաղաքացիները առանձին խումբ դելեգացիա կազմեն, ովքեր կոմպետենտ են խնդրի, ծանոթ են ընդունելու, լսելու։ Մոտավորապես քանի հոգու կարող եք հիմա այս պահին ընդունելու լսել։ Հեսա տարածքը մոտավորապես 20 մարդու կարող ենք մենք ընդունել տեղում լսել, աշխատասենյակում նաև պատրաստ ենք, եթե իրանք դեմ չեն, իհարկե ոտքի վրա 20 հոգու անձնալ ձեր պատրաստ եք։ 20 հիմա մենք փորձենք բան անել, ստե տեղում հենց կարող ենք ընդունելությունը բազմակերպել, բարձրանում ստե բան չկա, եթե անգամ ինչ-որ փորձեն խոչընդոտել, մենք կարող ենք դրսում է գույքագրել այդ խնդիրները, այնպես չի որ շենքային պայմանները մեզ համար այդպես ուժ կարևոր է խնդրին ծանոթանալն է, փոխադարձ կապ հաստատելն է եւ քաղաքացիների իրավունքներով բանանել առաջ գնալ այդ կաբինետային պայմաններ քան շատ են չի բանալի։ Կարևորը մեր այցի նպատակը խնդրին ծանոթանալն է եւ լուծում տալն է։ Նրանք բանաձում եք Գերմանական բանկի նախագահի հրաժարականը, ազգային ժողովը այստեղ կոնկրետ ընդդիմադիր Գերմանական բանկի նախագահին կարծում եմ ազգային ժողովի պատգամավորներ ընտրել եւ նա որպես խորհրդարանական երկիր պարտավոր հաշվետվությամբ ներկայանալու խորհրդարանական ազգային ժողովի պատգամավորներին իր հիմնավորումներն է։ Իհարկե, եթե բալի մենք հրավիրենք քննարկումների, լսումների, սա խորհրդարանական երկիր է եւ մեծ հաշվով գործադիր մարմինը եւ առավելից Գերմանական բանկի նախագահը հաշվետվի ազգային ժողովի պատգամավորներին, քանի որ ազգային ժողովի պատգամավորը ժողովուրդն է ընտրել, մենք պատասխանատու ենք մեր ժողովրդի կողքին լինել իրենց ուզող խնդիրներով զբաղվենք եւ մեր նորից եմ ասում համադրական կանոնակարգ օրենքով մեզ լիազորությունների շրջանակներում փորձենք օգտակար լինել մեր քաղաքացիներին։ Ես ինչքան ծանոթ եմ, կոմպետենտ եմ, ստեղ մոտավորապես 10,000 քաղաքացի հավաքվել։ Բնականաբար նաեւ քաղաքացիներին լսելուց մենք հասկացել ենք, որ բանկային համակարգում կան սողանքներ, մտածված են թողվել, թե մտածված են թե տեխնիկապես սողանքներ է թողվել սողացները թողվել, որի արդյունքում մեր քաղաքացիները տուժել են։ Մենք իրավական առումով փորձենք իմանալ այդ խնդիրը, կարծում եմ համապատասխան նամակները իրենք ասիագրված կլինեն գլխավոր դատախազին, իրավապահմաններին եւ հասկանանք 20 թվականից 2020 թվականից միջև որ այս մարդիկ տուժել են։ Իրավապահ համակարգը դատախազությունը ինչ օրենքով լիազորի շրջանակներում ինչ միջոցներ են ձեռնարկել։ Հակառակ դեպքում սա պաշտոնական անփութություն է, անթողություն է, որտեղ քաղաքացիներ մեկ չէ, երկուս չէ, բազմահազար քաղաքացիների իրավունքները խախտվել եւ հասկանանք մեր կառավարությունը մեր ընտրած մարմինները, որոնց մենք ենք դրել, ինչպես են մեր քաղաքացիների խաթարված իրավունքները վերականգնելու կամ ինչ գործունեություններ են ձեռնարկել այդ ուղղությամբ։ Ես ոչինչ չեմ բացառում, խնդրին ծանոթ եմ ակորեսորեր, իհարկե խորքից ծանոթ չեմ, կլսենք քաղաքացիներին, կտանք մեր կողմից փաստարկված իրավական գնահատականներ, փորձենք մեր գործիքակազմով առաջ գնալու։ Ամեն ինչ հնարավոր է երկրում, ես չեմ բացառում ոչինչ, փորձենք հասկանալ տեղում ովքեր կոմպետենտ են, ոնց հասկացա Ղարագոզյան ունենք, պարոն Ղարագոզյան, ով փաստաբանն է, ինքը զբաղվել քաղաքացիների խախտված իրավունքներով, հասկանանք ինչ նամակներն ասիագրվի, ինչ հաղորդում են ընդունվել, քրեական վարույթ մասին վարույթ ընդունվել, հարուցվել է, ինչ են արել, տեղը մեզ հաշվով 5-6 տարի անցել է, փաստորեն նոր չես խնդիրն էլի։ Այս մարդկանց են տանակը ոսկորին ասա, այսպես ասել են ստեղ, կարծում եմ բազմաթիվ վաճառներ եղել են եւ նրանց ծայրը այսպես չի լսվել այնտեղ էլի։ Այդ գրավոր դիմելու գործընթացը մենք լավ գիտենք, այն խնդիրները, որոնց իրանց տանջող են, ուզող են եւ իրենք չեն կարողանում տեղում լուծում տալ, փորձում են այսպես բյուրոկրատական քաշքշուկով ձգել, փորձելով սառեցնել այդ ամեն ինչը, բայց դա գործի լուծում չէ։ Պետք է տեղում մարդկանց ընդունել, լսել, որտեղ նամակ գրել այլ խնդիր է, տեղում լսել, քննարկել արցի շուրջ, քննարկում կազմակերպել եւ լուծում տալ այլ խնդիրներ։ Տևական ժամանակ եւ ողջունում են քաղաքացիները, վստահաբար խնդրին ասացիք մակերեսային իրեն ծառայել։ Այս հարցը բարձրաձայնել եք պատգամավորների մոտ։
բնախարարողանի մոտ, որ Ես տեսեք Ժորժ ջան, պետք է անկես լինեմ մեր քաղաքացիների մոտ այնպիսի հոգեբանություն է ձևավորվել, որ փորձում են առաջինը իշխանության հետ իրենց հարաբերությունները բանան են, շտկեն, դզեն իրենց խնդիրները, խնդիրները, որտեղ մենք բազմաթիվ ընդունելություններով այս մեր քաղաքացիների տեղ ընդունում ենք, իրանք այդպես է, դա կարճ այդպես, իրանք փորձում են իրենց խնդիրները, խնդիրները իշխանության հետ լուծել։ Որտեղ մտածում եմ, որ իշխանությունը, բնականաբար իշխանությունը պարտավոր է նաև լուծել, բայց որ տեսնում են հենց արդեն իշխանությունները իրանց խնդիրները չեն լուծում, դիմում են մեզ։ Ես կարծում եմ, սա այդ դեպքը չէ, իրականում ռեալ խնդիր է եւ պետք է մեզ դիմեն, որ մենք կարողանանք բարձրացնել։ Հակառակ դեպքում մենք ինքնակոչ կդառնանք, կամ այդ քաղաքացիները մեզ շատ անգամ ասում են, որ մենք ընդհանրապես հարգելի լրատվամիջոցներ քաղաքական ճաշակներ, քաղաքական հայացքներից մեր հասարակական կազմակերպությունը զերծ է, այստեղ հավաքված քաղաքացիները կամ հասարակական կազմակերպություն դիմաց 307 քաղաքացիները ունեն տարբեր քաղաքական հայացքներ, տարբեր քաղաքական ճաշակներ, տարբեր քաղաքական դիրքորոշումներ, մեր հասարակական կազմակերպությունը ուրեմն այդ ճաշակներից, անկախ այդ քաղաքական ճաշակների պատկանելությունից, եթե քաղաքացու իրավունքը խախտվել է, ապա մենք բարձրաձայնելու ենք այդ մասին, ապա մենք դիմելու ենք բոլոր պետական մարմիններին, ապա բոլոր պետական մարմիններից էլ ով պատրաստակամություն կունենա, որ պետական պաշտոնյան կունենա պատրաստակամություն լսել մեզ, աջակցել մեզ, կանխել թալանը քաղաքացիների նկատմամբ, ապա մենք բաց ենք։ Ես իհարկե մեր ընկերոջը չեմ ճանաչում, խնդրեմ որ ներկայանաք, այս երկրում ցանկացած կորցրած քաղաքական գործունեություն է, պարտադիր չէ կուսակցական գործել, սա բանկային քաղաքականություն է, ինչի զոհը դուք բոլորն եք։ Միշտ փորձում ենք ասել չքաղաքականացնել, սա բանկային քաղաքականություն է, ворթեգրած քաղաքականություն է, որը սխալ ունի վրա է դրվել կամ այսպես չիմացության մեր ժողովուրդը զոհել դարձել կամ իմացության դիտակցաբար գնացել է, չգիտեմ ես։ Սա դուք էլի մի քաղաքականացեք, ձեր իրավունքն է դա, բայց ինքնին ցանկացած խնդիր ես երկրում քաղաքական է։ Ցանկացած խնդիր քաղաքականացված ուզենակ, չուզենակ դա քաղաքական խնդիր է, որտեղ նորից եմ ասում, մշակայց քաղաքականության, բանկային քաղաքականության մշակող, քաղաքականություն մշակող բանկն է, կենտրոնական բանկն է եւ մենք էլ որպես սպառողներ սպային խնդրի առաջ ենք կանգնել։ Հիմա դուք ուզենաք թե քաղաքականացնեք, չքաղաքականացեք, մենք պատրաստ ենք ձեզ օգտակար լինելու մեր ներկայացած գործիքակազմով։ Մնացածը ձեր իրավունքն է, կուզենաք ձեզ լսենք։ Եթե դուք լիազորված եք բոլորի անունից լսեք, չեք ուզեն աստված ձեր հետ Շատ լավ։ եկեք ազգային ժողովը քաղաքական մարմին է, ձեր հայտարարություն, որ չենք ուզում քաղաքականացնել, բայց դուք չգիտեիք ուր եք գալիս։ Ես չասեցի մենք չենք ուզում քաղաքականացնել, ես ասում եմ մենք զերծ ենք քաղաքական ճաշակներից։ Մեր խմբում կան քաղաքացիներ, ովքեր ունեն տարբեր քաղաքական հայացքներ։ Տարբեր քաղաքական ճաշակներ, բոլոր օրենքները քաղաքական որոշումների արդյունքում է ձևավորում։ Չուզենաս, սա ինքնին քաղաքական խնդիր է, այսպես է։ Բայց մեր միտինգի կոչ չենք հանում։ Մեզ կաջակցի ընդդիմությունը, մեզ համար միևնույնն է, մեզ կաջակցի իշխանությունը, թե երկնքից Աստված, բայց միևնույնն է, այս քաղաքացիների թալանը, այս քաղաքացիների իրավունքները պետք է վերականգնվեն առաջին, եւ այս թալանը, այս կողոպուտը երկրում պետք է կանխարգելվի եւ դիմադրության արժանանա։ Մենք պատրաստ ենք օրենքիով սահմանված կարգով ձեր կողքին լինելու, ձեր իրավունքները պաշտպանելու։ Մնացածը գործընթացը բերեք սկսենք Երևանում։ Ես հետ եմ առաջարկում։